Սասնա ծռեր, Բ հատոր, մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Ժ է պատում, Սասնա ծռեր, պատմեց ապարանցի Բարսեղ Սահակյանը, գրի առավ 1912 թվականին Երվանդ Լալայանը։ Մհեր Որ պրծան էլան մեն գացին կապուտ կող մհերի հավարին որ մհերին բերեն։ Եկան 7 դռնով անդունդի մեջ, մհերին պահացին իրա մամկագիրկներ։ Դավուլ զուրնա կզանին որ բորան չլսա։ Քերի թորոս պարոն Վարդին ասեց, թե դավթին տղա եղե, մացե տեղ տվեք տանինք, կսե տղա չի եղե։ Շատ կզորին կասե մի աղջիկ երեղե մերերի, եթան կերեզմաններ ասեց, կերեզման տեսնանք։ Իմ ազգի 1 տարեկանինը 1 շենքա, 2 տարեկանինը 2 շենքա։ Գացին գերեզմանատուն, քերի թորոս 1 շենք չափեց, 7 գերեզման ընցավենդին, ասեց իմ ազգից էդտեղ թաղուկ չկա։ Քերի թորոս ասեց ձենով հովան, արի էստեղ բոռա մհեր խանչա։ Բերին 7 գոմշու կաշու փաթթին ձենով հովանին, որ չճղվեր բորալիս։ Բամբակ ճղտեց պնչներն ու անգջները բորած, ասաց մհեր։ Մհերը անդունդը լսեց, 2 երեխա ոտներու մեջ նսպանեց, խապեցին դարձուցին ետ, քերի թորոս ասեց ғայիմ բորրա էտի չեղավ, ձենով հովանեն նենց բորած, որ մհեր 1 լանգա զարկեց, 7 դուր կոտրավ էլավ դուս, էլավ գնաց ծրան վեգևին գլոխի չուց, թե իմ հոր մոտեն ինչ խեր հարցունք, քուհեր մերավ ասեց, ես քեզի անուշ, խելք գնաց 7 նոր մնաց, քերի թորոս խորմանուկ թողեց մհերի մոտ, ինքն առավ ծրան վեգևին, ցենով հովանին ճնճղա փոքրին, ետ դարձավ, մհեր 7 նոր մնաց ընկուկ, ետ ու էլավ տեսավ, որ շորեր բերած են, հակավ ինչպես մենց մարդի շոր հակնի մի երեխա, սպ նիշան առավ ծերն, համբուրեց, նենց լցեց, որ շորերը կճղեր, էդտեղից էլավ ասեց քերու տղա, իմ հեր որտեղ սպանացի են ճամփով տար, ասեց լավ, ասեց արի սպ նիշանի վրա երթում կեր, որ են ճամփով տանիս, ասեց կտանիմ են ճամփով, հմա երթում չեմ ուտե, մեղքա, առավ գնաց ճամփու հետ, 2 ավուր ճամփախ գնաց հասավ խլատ, ասեց քերու տղա մեջ ջաղած գդի տապենք, հավար քցին քաղաքելնի դուշ չարթինք, գացին մեջ ջաղած գտան, մհեր մե բուրոսկի տվեց ջաղած պանին, թե գնա հավարտար, թե թավթի տղեն եկերի, պստիկ էլեկը սպանե քանի չէ մեծացե, էլան ինչքան մարդ կարնկան մհերի հետև, գացին խորմանուկ ալուր զարկերեր երես, կայներ էր չաղջիդուր կասեր, կապուր օղլին, ես ծորով ագաց է, պարավներ թունդրա անտրոս դրաս թևին կերթեն կսին, խորմանուկ, ասեց մհերին հմեն թոպեկան ել ընկնենք չարթենք, էլան ընկան հետևի չարթին ռադերեցին, ասկի մեկ հատ էլ սաղ չթողեցին, ձյանն էլ ռադերեցին, ետ դարձան եկան քաղքի վրա, մհեր ասեց խորմանուկին, թե արի ձեր զարկ սպ նիշանին երթում կե, որ մեկատու մեկ շուն լե սաղ չթողուս իմ հոր դյուշմնի քաղքի մեջ, ասեց չեմ երթվի, հմա ամեն կսպանեմ, մեկ օղմից մհեր ջարթեց, մեկ օղմից խորմանուկ ռադերեցին, մհեր կատուն կլարեր կհաներ, մեջիդի գլող կզարկեր կբերեր ցած, ետև մհեր ասաց, արի երթում կե սպ նիշանի վրա, թե մեկ կատու մեկ շուն սաղ չես թողե, խորմանուկ ասեց չեմ երթվի համա դյուս կասեմ, ասեց աստղ երզնկացու մեկ նշանլու աղջիկ կա, որ աստղ երզնկացուն պիտի առնե, են աղջիկն ու ուր չարյեն սաղ են, ասեց քերու տղա,
Քու աչքդ ընկերա ենորենու համար չես սպաներ, սեց պետքա պսակեմ վրեդի։ Մհեր 3-4 գեղբերեց լցեց էդ քաղքի մեջ, խոր մանուկ ուր քրոջ պես պահեց էդ աղջկան, չունքի կվախենար աստղեր զնկացուց։ Մհեր գնաց Սասուն, ձին առավ ընդոր տարավ Սանահեր տերտերի տուն։ Ցրան վեգևի կնիկ եկավ իրա մարդու մոտ ասեց եկերա մեր տղեն մեր աղքատ տերտերի տուն, ասեց ձինա տարե ինք չէ ճանաչե, սինիմը մեյվար գնա առարի, էդ կնիկ էլավ աչքեր տեղեց գլող կապեց կնաց, էդ տղեն էլա որ բալքի հորողպոր կնիկներ ձերքը պակեր չթողեց կնիկ որ ձերք պակեր, արի ասեց դու ինձի հետ գլուխ մեկ արա, քու հորողպոր տեղեմ սպանեմ, Մհեր գլող չտվեց, ինչ իլա ճերեց ձերնեն չպրծավ, հորողպոր կնկան հոլնդեց, գնաց պատավ գետին, էլավ, շորեր ճղեց քիթ ու պերան արնեց, գնաց իրան մարդու մոտ ասեց, ոչ դու եղնիս ոչ քու աղպոր տղեն ասեց, էտոին իմ գլոխան հերա, իմ շորեր պատրերա քիթ պերան արներա, թե արի քո գլող իմ հետ մեկ արա, Ցրան վեգեն ասեց, կացեք ասեք էդ պլեչկերի տղին, թողելնի կորի, թե չեք կելնեմ կսպանեմ, գացին ասեցին։ Մհեր հեցավ ձին ետ դարձավ, ձին օլրավ թխալապ։ Աստղեր զնկացին եկերա խոշուն թրերա խլատ, որ խոր մանուկին սպանա ուր նշանլուն տանա, ձին պետքա երթար հալապ, տեսա որ 3 ձիավոր ընկած են մեկ ջեյրանի հետև, Էդ ջեյրան պրծավ մոտենալուց փախավ, էլ չեն կարա բռնե, մհերինսին մենք մեր ձյանը սպանեցինք, դու մեր ջեյրան մեր ձեռնից առար։ Ասեց ջեյրան առեք ձեզի փեշքեշ, տղեկներ վերցրին, թե դու մեզի ղոնախ։ Էդ 3 տղեկներն է հալպու խալիֆի տղեկներն են։ Հալպու խալիֆի մեկ աղջիկ հասեր էր, խալիֆեն կայներ էր, թե չեմ կարգի։ Դավիթի հետ Խրար եմ, կտրե պետք աղջիկը ստամ ընդոր տղին, տանուտեր տերտեր ու ինոր փող խալիֆի հետ նստուկին ժամի դուր, տեսան որ, 3 տղեկ եկան մեկ ձիավոր լե հետներն է, խալիֆեն ասեց, ես ձիավոր Դավիթ չէ, համա Դավիթի տղանա, առավ գնաց ուրտուն, մեկ ձեր շոր հակուց, հարսանիք բռնեց, աղջիկ պսակեց էդ տղի վրա, Բերեցին մեկ օթախի մեջ, ուրց կտրեցին, որ մեկ տեղին, մհեր քաշեց թուր դրեց մեջտեղ, աղջիկ ասեց, ինձի չես հավնի, տղեն ասեց, որ չհավնինք չինք պսակվի, ասեց, ուղտ ունի, մերթամ կատարեմ իկամ։ Լուսուն, լուս բացվավ տղեն էլավ աղջկա մոտի շնորհակալ եղավ, ձին հեծավ, թագավորի տված շորեր լեկցեց շարիտի վրեն, Գնաց տբա խլատ խոր մանուկի հավարը։ Տեսա, որ աստղեր զնկացին եկերա խլատ, գնաց խոր մանուկի մոտ, խոր մանուկ, վախրութենե թրներ պակերա, երթիկներ հողերա, ասեց խոր մանուկ, էլի գնա կռիվ արա, ասեց մհեր, դու երեխա ես, չես գինա, աստղեր զնկացին շատ զորպամարդա, ֆանդովա, թող ընծի քեզի լեք սպանա, Մհերը լավ գնաց աստղեր զնկացու մոտ, աստղեր զնկացին ասեց մհեր, դու իմ աղբոր տղեն ես, ես քեզի հետ կռիվ չմենի, խոր մանուկ իմ դուշմանա, թող գա կռվենք, ասեց, խոր մանուկ չի կռվի, ասեց իմ նշանլուն սալամատ հա տուր տանեմ, ասեց, քու կնիկ իմ հոր դուշմանա, չմիտատանես, պետքա կռվենք, էդ Տեղ աստղեր զնկացին ու մհեր էլան որ կռվին։ Առավոտ որ է ինչուր կեսոր կռվան, մեկ գուրս աստղեր զնկացուն չքիսավ, մհեր որ կզաներ, կցոլեր թևի տակով, կնցներ չեր քիսնե։ Ամա աստղեր զնկացին ենքան զարկեց, որ մհեր հիվանդցավ։ Աստղեր զնկացու նշանլուն էլավ բալգոն աչքեր տեղեց գլող կապեց ծծեր թալեց դուցեց աստղեր զնկացի քու աղբոր տղեն երեխայա խնայա քեզի ես ծծերի մեջ կպախեմ աստղեր զնկացու աչքն ընկավ իրան նշանլուին
մհեր գուրզ մի զարկեց, աստղեր զնկացին եղավ 10 կտոր, մհեր ձին հեցավ, աստղեր զնկացու ղոշուն բիրադի ջարդեց, ձյան լե ջարդեց, մեր գեղեն մի մարդ էդտեղ տեսերա, 5 խալվարի տեղ գերեզմաններին, ամեն գերեզմանի մեջ 5 ջանդակ գցածա, դառնանք մհերի վրեն, մեր եկավ խորմանուկի մոտ, թե էստեղ մնացի պետքա երթամ հալապ, գնաց հալապ իրա կնկամոտ, գիշեր պարկավուր կնկամոտ, կնիկ բերեց թուր դրեց օր թալխ, թե բորսայու քաղաք իմ հոր մոտեն խարջ կարնեն, ասեց, են խարջ նոր կտրեցիր, ես քեզի կնիկ դու ինձի մարդ, պարկան քնան, լուս բացվավ էլան, մեր հեցավ ձին գնաց բուրսայի, տեսավ, որ ճամփի վրա, արջի ջահալած լցած, ձին կայնավ արջջի վրա չելավ, մհեր իջավ ձիու վրայեն, 40 փալվան կայնած էր մեկ կողմ, քամանդ չինել կայներ էր մոտ, քամանդ քցեց ընկավ մհերի քամակ, մհեր մեկ կողմ քաշեց, ընդոնք մեկ կողմ քարսնով, մհեր որ իրար տվեց փալվներու թևեր տեղից դուս եկավ, էդ քաղքիտեր եկավ էդ քամանչու երես մեքսիլա զարգեց ասեց լավ քամանդ թալ, որ թևերու գլող բռնա, թալեց քամանդ, թևերու գլող բռնեց, քաղաք կայնան մեկ դեհեն քաշին, մհեր մեկ դեհեն, մհերին տարան, թալին 40 գազական հոր, գացին արջի չալին, որ բերին լցնին վրեն, մե պարավ կար, 7 աղջիկ ուներ, կճամփեր հաց ժողովին բերին, հորու մեջ տին մհերին ուտեր, էդ պարավին մեկ հոր կար, 40 կազ ընդրա չապներ, պարավն ասեց մհեր, մեկ բախ մեկ քլունք տամ, կանաս ծակես մտնիս իմ հոր, մհեր ասեց տուր, տվեց, մհեր ծակեց մտավ էդ հոր, ասեց պարավ, կանաս մեքանի չլիկտոր բերես, որ զարգեմ հորուծակի դեմը, արջիջ որ լլին չի գա երեցա, պարավ տվեց, մհերն էլ ծակ կալնեց, եկան քյաֆիր օղլիկ ու գյորը տանիցվի, ասին ու արջիչ լցեցին հորը, մհեր փախեր մտերեր պարվի հորը, ջուլ է զարկեր ծակի դեմ, որ չի գա իրիցա իրեն, մհեր ասեց պարվուն, կանաս մի երկար շերիտ ըմպերես, քանի խուվատս չի կտրվե էլ իմ հորից, պարավ բերեց շերիտ, վերև կապեց ծերը թալեց հորը, աղջիկներն ու պարավ կախվան մեկ կողմից մհեր լե փաթ թվավ շերիտ էլավ, էլավ ընկավ քաղքի մեջ շուր եկավ մարդ չի ճանաչե, մեկ գարիբ ջուլյակ ելերեր, մեկ բրոշկող կտավ կհիներ, մհեր գնաց ընդրամոտ կայնավ, թամաշա երեց, թել կտրավ մհեր կապեց, էդ ջուլյակ գարիբ մարդ էր, խաղ կսեր գիշեր, մհեր հարցուց թե տենանք ինչ դարդ ունես քեզի, ասեց ինչի եմ արիմ դարդ կհարցուս, էդ ջուլյակ ասեց ես հալբու քաղքից եմ, քյաֆուր օղլի մհեր երեխա տղա էր, խապին բերին կցեցին հորը, մեկ դհեն սարա, մեկ դհեն ծովա, մեկ ճամփախա, մհերի ձին է ճամփախ կտրերը, անցնող դարձողին կզարգակ սպանա, ասեց քյասիբ մարդ եմ, 7 աղջիկ կա ինձի, բանեմ աշխատեր եմ ճամփախ չկա, որ տանեմ պախեմ իմ աղջիկներ, մհերն ասեց, մեկ խոստովանանք կա կպահես, ասեց ինչի չեմ պահե, ասեց են մհեր ես եմ, փող խարջա ինձի պահա մեկ քանի օր, քաղաք կաբիրեմ քեզի փող շատ գիտամ, էդ ջուլյագի փարեն մհերի համար 3 օր հերիք երավ, ջուլյակ գնաց մեկ գարիբ բազրկյանի հայտնեց, ենիպոլ եմակ առավ, մհեր կերավ, մհեր նոր տեղ առավ, գիշեր ձին հեցավ եկավ իրակ ընգամոտ, կնիկ նստած էր, գիլեր, ասեց այ տղա որ տեղից ես, ասեց բուրսայու քաղքից եմ, ասեց են քյաֆուր օղլի մհերի մալ եղավ, ասեց թալեցին հոր, արջի չալեցին, լցեցին վրեն, զռնապարի խաղցա վրեն եկա, կընկախել գնաց ընկավ,
Տղեն թագավորի տված շորեր հագավ, տեսավ, որ տեղն առեր էր, հանեց թալեց շերտի վրա, ցին հեծավ, գնաց, մեկ-երկու շաբաթ լեկ երավ, խմեց Բազրգյանի մոտ, էլի հեծավ ցին եկավ Հալապ։ Եկավ Հալապ ուր կնկամոտ, կնիկ նստեր էր գիլեր, ասեց տղա ուստ ես, ասեց բուրսայու քաղքեն եմ, ասեց քյաֆի ռողլինի մալ եղավ, ասեց թալած են հոր, արջի չալած են, լցած վրեն, զռնապարի խաղցա վրեն եկա, աղջիկ հանակովի գլող թեք գցեց, մեհեր նորելավ շորեր հակներ, աղջիկը ելավ բռնեց, ասեց ինչի ինձի կխապես, դու մեհերն ես, ասեց դրուստա քո մեհերն եմ, լուսուն բուրսային կավիրեմ կիքամ, հետ ծավ գնաց զին թողեց ուրտեղ, ինքը գնաց բուրսայի, Բազրգյանին ասեց թե ғարիբներ ելնին թուս մյուսներ պիտի ջարդեմ, ինչպես որ խլատ ջարդեց, են թավուրել բուրսայի ջարդեց, մարդիկ, կնանիկ, երեխա, ամեն ջարդեց, ինչ որ ապրանք կար տվեց պարավին, Ջուլիագին ու Բազրգյանին։ Ինք հեծավ ձին եկավ Հալապ, թուրք հաշես դրեց օրթալախ, առավոտ ելավ շնորհակալ եղավ աներոջ մոտեն, վերցուց ուր կնիկ պտի երթեր Սասուն, ձին հեծավ կնիկ գցեց թարք քշեց գնաց։ Քերի թորոս ցռան ֆեգև ճնճղա փոքրիկ ցենով հովան էլան եկան առաջ, եկան հասան մհերին, առան մհեր ու ետ դարձան ճամփուց։ Գնացին մեկ ջեյրան ռաստ եկավ, մհեր կնիկ թարքենի չուց ընկավ ջեյրանի ետև, կնիկն առան գացին Սասուն։ Մհեր քշեց ջեյրանի ետևից, գնաց մեծ քար բացվավ, ջեյրանը մտավ ներս։ Մհերն էլ քշեց, ձիով մտավ քարի մեջ, քարը վրա եկավ, էտոնց ծածկեց։ Չուր հիմա ինքը ջեյրանն ու ձին քարի մեջ կայնուկ են։ Մհերն որ քարից դուրս գա, աշխարհ պիտի ավերա։